Շնորհակալություն շատ Տեր օրհնի, ուրախ եմ այսօր այստեղ լինելու կնոջս հետ միասին։ Շնորհակալություն փառաբանության թիմին, եկեք ծափարենք Աստծուն նրանց համար։ Փառք Աստծուն, պարտավորեցրեցիր, ասեցի շատ ուժեղ խոսք, ուրեմն ստիպված եմ շատ ուժեղ խոսք ասեմ, հա։ Փառք Աստծուն, կարող եք նստել Տիրոջ ներկայության մեջ։ Իրականում վայելում էի կանգնած Աստծո ներկայությունը։ Հրաշալի է, չէ՞ Տիրոջ ներկայությունը։ Ով է սիրում Տիրոջ ներկայությունը։ Գիտես, սիրի սա, սիրի երկրպագությունը, սիրի աղոթքը, որովհետև հավիտենության մեջ դա ենք անելու։ Հավիտենության մեջ մենք երկրպագելու ենք։ Անverջ, պատկերացնում ես, անverջ երկրպագություն։ Մեկը կարասի ձանձրալի է, ոչ, ձանձրալի չի։ Համար սիրի այսօր Տիրոջ ներկայությունը։ Շնորհակալություն եւս մեկ անգամ սիրելի հովիվներին, հրավերի համար, որտեղ պատիվ է մեզ համար այստեղ լինենք, շատ շնորհակալ ենք, Տեր օրհնի եւ իրականում պատիվ ունեմ այսօր կիսվել քեզ հետ Աստծո խոսքից։ Գիտես, ես քարոզները մի քանի կատեգորիայի եմ ընդհանրապես բաժանում, հայերենով ասած սվետաֆորով է տեսել։ Բոլորս տեսել ենք, չէ՞, սվետաֆոր, կանաչ, դեղին, կարմիր։ Կան քարոզներ, որ կանաչ է, հա, լույս ենք վառում, ասում են գնա եւ վերցրու քո օրհնությունը, որ Աստծուց է։ Կան քարոզներ, որ կանգնեցնում է մեզ, կարմիր լույսն է։ Այսինքն մի գնա, կանգնիր, բայց կան քարոզներ, որ զգուշացնող են։ Դեղին լույս է։ Գիտես, այդ դեղին լույսը քանի ու քանի միլիարդ մարդկանց կյանքեր է փրկել, որովհետեւ զգուշացրել է, մենք արգելակել ենք, կանգ ենք առել, խոսքը ասում է կանգ առեք ու տեսեք արդյոք հավատքի մեջ եք։ Դա համար այսօրվա քարոզը դեղին լույս է լինելու։ Զգուշացնող լույս է լինելու։ Մենք կարիք ունենք զգուշանանք, թե կարիք չունենք զգուշանանք։ Գիտես, մենք ապրում ենք հոգևոր աշխարհում, չէ՞։ Գիտես, չէ՞, հոգևոր աշխարհը իրական է։ Ես գիտեմ, որ դու գիտես։ Հոգևոր աշխարհը իրական է։ Եվ այդ հոգևոր աշխարհում կան երկու ուժեր, բարի եւ չար։ Դու գիտես, որ դիվային զորությունը կարա հարձակվի։ Եվ ինքը հարձակվում է։ Ով է օրինակ ապահովագրված, որ նրա վրա չեն հարձակվի դիվային զորությունները։ Թող ձեր բարձրացնեն։ Փառք Հիսուսին, ճիշտ եկեղեցում եմ։ Միշտ որ կանցնեմ խոսքին, քեզ մի բան եմ ուզում խնդրեմ։ Ես սա արել եմ մեր եկեղեցում, երբ որ նմանատիպ թեմաներ եմ խոսում, ասում եմ ցուցամատը վերցրու։ Ես ինչ եմ ցուցամատը։ Որ շեզոն քաջիս մեղադրեմ, կիսուրիս ասեմ, այս թեման հացիս համար էր։ Այ պետք է գար ու լսեր։ Այս թեման ամուսնուս համար էր, պետք է լիներ ու նստեր։ Սա կնոջս համար է։ Այս ենք անում։ Ցուցամատի օրենք հիշիր, այսենց։ Այսօրվա խոսքի ժամանակ խնդրում եմ, չասես կողքինիս ա վերաբերվում, դիմացինիս ա վերաբերվում, այլ դու քեզ գտիր, ասա Տեր շնորհակալ եմ, որ դու զգուշացնում ես։ Հա, դրա համար այս ցուցամատը քեզ ուղի այսօր, որովհետև ոչ ոքս ապահովագրված չենք դիվային զորություններից։ Սա իր իմացածը այս ես 5 րոպե որ ինչ-որ խոսում եմ, սա իր ուզում ասեի։ Ոչ ոքս ապահովագրված չենք դիվային հարձակումներից։ Այսպիսով, այսօր խոսեմ Աբիսողոմի մասին։ Աբիսողոմի ոգու վտանգների նշանները։ Աբիսողոմի մասին գրված է Բ թագավորաց 13-րդ գլխից գալիս է։ Ով էր Աբիսողոմը։ Աբիսողոմը նա Դավթի որդիներից մեկն էր։ Դավիթ ուներ որդիներ, եւ որդիներից մեկը սիրահարվեց իր քրոջը, Ամնոնը սիրեց Թամարին, հիվանդացավ, հիվանդագին շատ չեմ մտելու այդ թեմայի մեջ, հալու մաշեր լինում, հետո կենակցեց նրա հետ, հետո նրա հոգին ատեց նրան եւ Թամարը Աբիսողոմի քուրն էր, քանի որ այն ժամանակ տարբեր կանանցից են ծնվում, համարում էր առազատ քուր եւ այլն, այդ թեմաները չենք մտնում։ Գիտես, եւ սա շատ ուժեղ կպավ Աբիսողոմի սրտին։ Եվ այսօրվա թեմայի մեջ ես կամենում եմ քեզ ցույց տալ, ինչ է լինում այն մարդու հետ, ով որ իր սրտի մեջ ծանրություն է պահում։ Եվ տեսեք, ով էր Աբիսողոմը։ Առաջին հայացքից նա գեղեցիկ, խարիզմատիկ,
ազդեցիկ մարդ էր, բայց միայն առաջին հայացքից եւ միայն արտաքինից էր սա երևում։ Խնդիրը այն էր, որ նրա ներսում աստիճանաբար աճում էր դժգոհության եւ թաքնված ապստամբության վտանգավոր ոգին։ Աստիճանաբար կամաց, ես հետարքի մի քարոզ ունեմ, ես կոչել եմ կաթիլի ուժը։ Կաթիլը ունի ուժ, երբ որ նույն տեղի վրա ժամանակի մեջ անընդհատ կաթում է, այնտեղ կարող է փոս առաջանալ։ Եվ երբ որ որևէ բան մնում է մարդու սրտի մեջ, ինքը կարա մարդուն շատ բղծի։ Իրես նա միանգամից սրով չեկավ Աբիսողոմը, նա աստիճանաբար էր աճում։ Նախ նա եկավ, երբ որ նա ասպարեզ էր դուրս գալիս, նա եկավ շողոքորթությամբ, այսինքն սա հաճոյախոսությունն է, կեղծ մտահոգությամբ, մանիպուլյացիայով եւ դրված իշխանությունը խաթարելով կամ հեղինակազրկելով, այդպես է գործում Աբիսողոմի ոգին։ Գլխավոր վտանգներն են չլուծված վիրավորանք, առաջինը։ Գլխավոր վտանգներից մեկը դա չլուծված վիրավորանքներ։ Աբիսողոմը ուներ թշնամանք իր եղբոր հետ, իր քույր Թամարի հետ կատարվածից հետո։ Իրես պատմեցի, որ Ամնոնը բռնաբարեց նրա քրոջը եւ նա այդպես էլ չկարողացավ ների, իրես մենք կարանք ասենք, հա, բայց ճիշտ անում, բայց բաների չառաջ հայացքից մենք կարանք ասենք, բա ինչ անի, շատ ներողություն։ Այո, գիտես, մեր դժգոհությունը կարալին արդարացի։ Մեր ներսի բունտը կարալինի արդարացի։ Բայց ինչպես ենք մենք վարվում այդ բունտի հետ, ինչպես ենք մենք վերաբերվում այդ դժգոհության հետ, դա էլ կարավորոշի մեր ամբողջ ապագան։ Գնանք Աստծո խոսքի մեջ Բ Թագավորաց 13:22։ Աբիսողոմը չէր խոսում Ամնոնի հետ, ուշադիր, ոչ վատ, ոչ լավ։ Իսկ սա արդեն վտանգավոր է։ Եվ սա արդեն վտանգավոր մի վիճակ է։ Սա ատելություն եւ թշնամության տանող նախանշաններից է։ Երբ որ ոչ լավ, ոչ վատ։ Պար ես համարում։ Ոչ լավն ես ասում, ոչ վատն ես ասում։ Շրջանցում ես։ Ոչ լավն ես ասում, ոչ վատն ես ասում, չես նայում մարդու դեմքին ուղակի։ Ինքը ով է որ նայեմ, հա։ Առաջին հայացքից գիտես, մենք կարանք ասենք Թասիբով եղբայր է։ Այս մեր Աբիսողոմ եղբայրը Թասիբով եղբայր է, բայց ինչ անի։ Գնա ծափարի, գովի, չէ, ոչ ծափարի, ոչ գովի։ Եվ գիտես, առաջին հայացքից ոչ լավ, ոչ վատ։ Եվ այս վիճակին առավել մենք պիտի ուշադրություն դարձնենք։ Երբ որ ինչ որ մեկի նկատմամբ մենք այսպեսի վերաբերմունք ենք ունենում, սա առաջի վտանգներից մեկն է, որովհետև Աբիսողոմը ատում էր Ամնոնին այն բանի համար, որ նա բռնաբարել էր իր քույր Թամարին։ Իրես առաջին հայացքից կարող մտածենք ճիշտ անում։ Բայց դες, երբ որ մենք չենք լուծում այդ վիրավորանքի, թշնամանքի, թույնի հարցերը Աստծո առաջ, դες ինքը ուր կարա տանի։ Իհարկե նա լուր մնաց, բայց ներսում ապստամբություն էր հասունանում։ Նա չխոսեց ոչինչ, ոչ լավ, ոչ վատ, բայց նրա ներսում արդեն ապստամբություն հասունանում էր։ Վտանգավոր է, երբ որ այն վիրավորանքը, որը չի բժշկվում Աստծո առաջ, վերածվում է թույնի։ Այո, քեզ կարան վիրավորեն ու դու ճիշտ լինես, դու արդարացի լինես, ու քեզ վիրավորում են, բայց այն վիրավորանքը, որը մնում է մարդու ներսում, տեղ է գտնում, դու իրան սեփականացնում ես, ասում ես, դե էս էլ իմն է, ինքը կարա վերածվի թույնի։ Գիտես, շատերը դրսևան ծառայում են Աստծուն, բայց ներսից դատում, մեղադրում եւ դժգոհություն են պահում։ Դրսևանց, այո, նա թագավորի որդին էր։ Դրսևանց, այո, մի ընտանիքի մարդիկ են, մենք ընտանիք ենք։ Մենք մի մեծ ընտանիք ենք։ Մենք բոլորս նույն հոր զավակներն ենք եւ նույն հոգին ենք կրում մեր ներսում։ Բայց մեր ներսում կարա լինի բաներ, արդարացի պահանջներ, արդարացի դժգոհություն եւ բողոքներ, որ եթե դրա հարցերը մենք չլուծենք Աստծո առաջ, ինքը կարա հասունանա եւ բունտի վերածվի։
Դա համար խոսքն ասում է Եբրայեցիների 12:15, ասում է զգուշ եղեք, որևէ մեկ Աստծո շնորհից չզրկվի, ու դառնության արմատ թող չաճի ու ոչ ոգի թող նեղություն չտա, եւ դրանով շատերը չպղծվեն։ Այսինքն խոսքն ասում է իրար զգուշ եղեք, որ հանկարծ ինչ-որ մեկը շնորհքից չընկնի եւ դառնության արմատ նրա ներսում չաճի ու շատերը դրանով կարան ինչ լինեն։ Փաստորեն դառնության արմատը ոչ միայն ինձ կարա պղծի, ոչ միայն ինձ կարա փչացնի, այլ շատերին կարա փչացնի։ Գիտես, այդ մաղձը միայն տվյալ մարդու համար չի, այդ փչացելու բանը։ Ոնց է որ նկար կար ինտերնետում փտած միրգ առողջ մրգի կողքին եւ առողջ մրգին ինքը փտեցնում է։ Մեկ փտած կարտոֆիլ գցես արկղի մեջ, առողջ կարտոֆիլների հետ տեսնում ես կամաց բոլորը սկսում են փչանալ։ Եվ բթակավորած 13:23 2 տարուց հետո այստեղ կանգ առնենք 2 տարի հետո տեսեք Աբիսողում այս վիճակը պահում էր իր ներսում 2 տարի 2 օր չի 2 շաբաթ չի 2 ամիս չի թանկագինս 2 տարի ինքես վիճակը պահեց իսկ սա շատ է թանկագինս վտանգավոր շատ այս 2 տարին երբ որ մենք պահում ենք այդ վիրավորանքը այդ բեռը խոսքն ասում է իր եղբորն ատողը մարդասպան է Իրես հին Հռոմում ինչ էին անում որ իր եղբորը սպանում էր բռնում կապում էին այդ մարդու մեջքից դիակին եւ 7 օր պիտի ապրես 7 օր պիտի քնես արտանաս մեջքիդ կպած զուգարան գնաս ուտես եթե կարաս լողանաս 7 օր կապված էր մարդու մեջքին դու պիտի այդ բեռը տանես ամբողջ օրը քո վրա է այդ բեռը 2-3 օր հետո սկսում է դիակը փտել հոտ անտանելի հոտ ու եթե նա 7 օր դիմանում էր արցակում տանում թաղում էին դիակը գիտես երբ որ մենք մեր եղբորն ատում ենք երբ որ ինչ-որ մեկին ատում ենք մենք այդ դիակը վերցնում ենք մեր վրա 2 տարի նա ապրեց այդ դիակի հետ միասին նա հոգևոր աշխարհում հոտ էր արցակում երբ որ մենք ինչ-որ մեկին ատում ենք գիտես կա երևացող մեղք դե չեմ գողանում չեմ սպանում չեմ շնանում վերջ էդ էր հոգևոր աշխարհում կան մեղքեր որ այնպեսի հոտ են արցակում ատելություն նախանձ վախ չարություն հա չարնայվածք սրանք հոտ են արցակում եւ հետո ճանճերը գալիս են հոտի վրա գիտեք չէ հետո քշում ենք էլի գալիս են քշում ենք գալիս են քշում ենք գալիս եկը գա բա ինչ կանի կերակրում ենք ատում ենք վախում ենք 2 տարի թանկագինս իր եղբորն ատողը մարդասպանա երբ որ մենք ատում ենք ինչ-որ մեկին մենք այդ մեկին հագնում ենք մեր վրա եւ այդպես էլ ապրում ենք այո ամբողջ կյանքը կարանք ապրենք հետո ասում ենք դևերը խիանգից չեն թողում բա խիանգից թողեն կերակրում ես Բեզեբուխ ճանճեր իշխան այդ նույն խայսյատն է նույն բնավորությունն է նույն հարցակումն է նույնն է բան չի փոխվել եւ սրանից հետո Աբիսողումը սպանում էր եղբորը արդեն ֆիզիկական գիտես քանի 2 տարի ամեն օր նա սա պլանավորել է 2 տարի նա սպասել է ոնց որ կասի այն հանրայդ ֆիլմ ասում է նաստալ չաս մենուա եւ եկավ մենուայի ժամանակը Աբիսողոմի ժամանակը եւ նա սպանեց իր եղբորը միթե այսպես չեղավ առաջի սպանությունը եղբայրը եղբորը նորից անտարբերություն Աստված ասում է ուր է քո եղբայրը ինչ աղբորս պահակն եմ հիշում ես Կայեն Աբել հա հարց մի փոքր թույլ կտա շեղվեմ հարց ինչ ես կարծում Աստված գիտեր Աբելի տեղը տախի հարցրեց Կայենին Աստված գիտի բոլորի տեղը ամենատես ամենագետ տախի է հարցնում մեր պատասխանա նրան պետք Աստված գիտեր Ադամի տեղը Ադամ ուր ես ոչ չգիտեր ամեն բան մեր կա նրա առաջ բաց թափանցիկ Խիա հարցնում ուր ես Աստուն պետք է մեր պատասխանը Ինչ պատասխան ենք մենք տալիս ուր է քո եղբայրը ուր է քո քույրը 2 տարի առաջ քո կողքը նստած էր երկրպագում էր Աստծուն ուր է հիմա
Աստծուն պետք է մեր պատասխանը, ինքը գիտի ինքը ուր է։ Աստծուն պետք է մենք ինչ պատասխան կտանք նրան, ինչա ես նրա պահակնեմ, ահա կա իր պատասխան Աստծուն։ Աստված ամեն ինչ տեսնում է, ամեն։ Դու ուրախ ես, որ տեսնում ամեն ինչ։ Հաստատ ուրախ ես, հա։ Ինքը ամեն ինչ գիտի։ Աստծո խոսքը ասում է դուք բաց նամակներ եք, որ մարդիկ կարդում են։ Հավատում ես, որ դու բաց նամակ ես։ Իսկ ուրախ ես դրա համար, որ դու բաց նամակ ես։ Սիրում եմ ես դուխով ձեռները։ Եթե անգամ հովիվը չէ, այս աղջիկը գիտես ինչ բաց։ Թող կարդան։ Անկեղծ քեզ ասեմ, ես այդքան ուրախ չեմ։ Ու ես չեմ ուզենա իմ նամակը կարդան։ Բայց գրված է դուք բաց նամակներ եք, որ մարդիկ կարդում են։ Ոնց կվերնագրես այդ բաց նամակը։ Քո կյանքը ոնց կվերնագրես։ Վրեժի ծարավը։ Դժբախտ երջանկություն։ Ինչ ուզենք արանք վերնագրենք, չէ՞։ Սրանով է վտանգավոր ներսի այս վիճակը։ Հենց վտանգը ստեղ է, երբ որ մենք դա պահելով մի օր կարանք պայթենք, զսպանակ չլինես, պրուժին չլինես հայրենով ասված։ Որ ինքը միշտ լարման տակ է։ Հենց բաց ես թողնում։ Եվ փախնում է Աբիսողոմը թագավորությունից, այս վիճակը կարա քեզ հեռացնի արքայությունից։ Մենք երկնքի արքայության չէ, բնակիչներ ենք։ Այս վիճակը կարա մարդուն հեռացնի արքայությունից եւ նա փախավ Դավթի երեսից, թագավորի երեսից, սակայն Աբիսողոմը Հովաբի միջոցով վերադառնում է հետ է գալիս։ Այդ մեր մոլորված եղբայրը, քույրը հետ է գալիս։ Փախնում հետո հետ է գալիս։ Հովաբի հիշեք ես Հովաբ անունը, մի կարճ հետո կանրադառնամ։ Հովաբի օգնությամբ վերադառնում է արքայություն, բայց կար մեկ պայման։ Թագավորաց 13-14-24։ Թող նա վերադառնա իր տուն եւ իմ երեսը չտեսնի։ Եվ Աբիսողոմը վերադարձավ իր տուն եւ թագավորի երեսը չտեսավ։ Սա էլ է վտանգավոր վիճակ։ Եվ որ կարծես թե թագավորության մեջ ես, բայց չկա հանդիպում երես առ երես թագավորի հետ։ Սա վտանգավոր է։ Սա նույնպես տևած ժամանակ։ Հետո մենք տեսնենք, որ նա գալիս է, երկրպագում է եւ ընդունվում է, բայց նա այսպես ապրեց երկար ժամանակ։ Այսինքն առաջի վտանգը մենք հասկացանք, չէ՞ որ նա, երբ որ կա թաքնված վիրավորանք, որի հարցերը դու չես բուժում Աստծով, կարա լինի արդարացի վիրավորանք, կարա լինի արդից վիրավորեցին եւ սխալ էին իրանք։ Այո, դու ճիշտ ես։ Դու ճիշտ ես, բայց դու սխալ ես, եթե դու պահում ես այդ վիրավորանքը եւ չես բժշկում այն Աստծո օգնությամբ։ Առաջինը սա է, երկրորդը արտաքին ճիշտ կեցվածք, բայց առանց ճիշտ սրտի։ Աբիսողոմը ուներ կատարյալ տեսք, կատարյալ արտաքին։ Աստծո ասում է նրանք ունեն Աստված պաշտության կերպարանք, բայց զորությունը ուրացած։ Այդ Աստված պաշտության կերպարանքը մենք բոլորը շատ լավ գիտենք, հատկապես Կիրակի օրերին։ Շատ լավ գիտենք այդ կերպարանքը։ Արտաքինից Աստված պաշտության կերպարանք։ Բ Թագավորաց 14:25 Ամբողջ Իսրայելում Աբիսողոմի պես գեղեցիկ մարդ չկար, նրան շատ էին գովում։ Ինչպես Տեր ինչ ասես, վայ ձեզ եթե ձեզ բոլորը սիրեն, եթե բոլորը գովեն։ Նրան բոլորն էին գովում, շատ էին գովում։ Ոտքի թաթից մինչև գլխի գագաթը նա ոչ մի արատ չուներ։ Երբ նա ածիրում էր իր մազերը, նա ամեն տարվա վերջին ածիրում էր իր մազերը, որովհետև ծանր էին լինում նրա համար։ Նրա գլխից կտրած մազերի ծանրությունը, հիշեր ես մազերի պահը, նույնպես կանրադառնանք վերջում։ Նրա գլխից կտրած մազերի ծանրությունը լինում էր 200 սիկղ թագավորական շերքով։ Երեք եմ հաշվել 2.5 կիլոգրամ է դառնում։ Պատկերացնում ես մազը ինչ թեթև է։ Նրա երբ որ ածիրում են 1 տարվա մազը 2.5 կիլո տղեն թեթև անում էր։ Թանձր էր, գեղեցիկ էր, ոչ մի արատ չկար։ Նա գեղեցիկ էր առաջին հայացքից, խելացի էր, ազդեցիկ էր, ժողովրդի կողմից սիրված։ Մենք այսօր խոսում ենք Աբիսողոմի վտանգների մասին։ Լավ է, որ դու գեղեցիկ ես։
Լավ որ ազդեցիկ ես, լավ որ քեզ սիրում են, շատ լավ է, բայց ներսը մեր պիտի շատ մաքուր լինի։ Հիսուսն ասեց դուք հոգ եք տանում, որ բաժակի դուրս է մենակ ցույց տաք։ Իսկ ներսը, բայց նրա սիրտը խոնարհ չէր։ Այդպես էլ այսօր կարող է լինել արտաքինից գեղեցիկ երկրպագու, խելացի, ազդեցիկ, շրջապատված սիրված մարդկանցով, բայց սիրտը, բայց ներսում ունենա թաքնված ապստամբություն կամ մրցակցություն։ Գիտես, Հիսուսին էլ վազելով եկավ մի երիտասարդ, հիշում ես այս պատմությունը, Մարկոսի 10-րդ գլուխն է, եթե չեմ սխալվում։ Գրված է, մեկը վազելով եկավ Հիսուսի մոտ, մեզանից քանիսն է վազելով եկե եկեղեցի։ Մա սաղս վազելով եկա։ Ասում է ծնկեց Հիսուսի առաջ, գովեց նրան բարի վարդապետ, հետաքրքրում էր հարցեր տալ, ինչ անեմ։ Հիսուս ասեց, գիտես պատվիրաները։ Գիտես ինչ ասում, մանկուց ի վեր պահում են։ Գիտես աստվածապաշտ կերպարանքն ուներ, մանկուց ի վեր, Կիրակնորյա դպրոցից, մանկականից ես եկեղեցում եմ։ Գիտես, մեր մարդկային կշեռքը տարբեր է, մենք կարանք դրանք ասենք հրնայի ոնց է վազում եկեղեցին, հրնայի ոնց է երկրպագում։ Մանկուց է, երեխա վախտվանից մեր աչքի առաջ է մեծացել մեր բալամը։ Բայց գրված է եւ նա Հիսուսից հեռացավ տխուր։ Գիտես, կարա լինի արտաքինից կատարյալ, արտաքինից լավ, մենք նայենք Մարկային աշկերտով ասենք, եթե ինքը չի, բա ելով Պետրոս հարց տվեց Հիսուսին, եթե ինքը չէ, բա ելով, հլիչ օրտված եղբայր է, հլը շքախումբը նայի նրա, հլիչ մեքենայով եկավ, հարուստ է, չէ, մեքենաներով եկավ, հա, ժամանակվա կառքերով միգուցե, չգիտեմ, հլը ոնց է երկրպա, եթե ինքը չէ, բա ով, գիտես, մարդու աշկերը խաբուսիկ են, Աստված նայում է մարդու սրտին, դամար երբ որ մարգարեն գնաց երկրորդ անգամ թագավոր օծելու, նա գիտեր Սավուղը գեղեցիկ էր, երևի ինքն է, Սավուղի նման Սիմպոն է, ասես չէ, դուք սխալ եք նայում, դուք մարդիկ նայում եք մարդու արտաքինին, ես նայում եմ մարդու սրտին, Աստված սրտագետ է, ով է ուրախ դրա համար, ով է ուրախ, որ Աստված տենում է քո ներսը, սիրում եմ քո ձեռքերը, սիրում եմ այս համարձակությունը, որ դու ունես, փառք Հիսուսին։ 14:28 եւ Աբիսողոմը 2 տարի մնաց Երուսաղեմում, բայց թագավոր երեսը չտեսավ։ Պատկերացնում մի պահ, բնակվում ես նույն արքայության մեջ, բայց թագավոր երեսին չես նայում։ Տես կգնամ եկեղեցի, 100 տարից պետք է հողովին մի հատ մոտենամ, ես կգնամ եկեղեցի, թող ինքը մտածի, իսկի բարև չեմ տա, չի հասնում։ Դե կգնամ եկեղեցի, իմ ձևով կանեմ, ինչ որ կանեմ, բայց ես չեմ մոտենա հողովին, իրան պետք է թող ինքը գա իմ տեղը գիտի։ Սա շատ վտանգավոր պրոցես է, սա շատ վտանգավոր սրտի դիրք է։ Երբ որ մարդը փորձում է մարդուն պատժել իր բացակայությամբ, ճիշտ է, թագավորն է ասել թո չերևա իմ երեսի առաջ, բարկացած է եղել, բայց եթե մենք ուզենանք, հա, այն որ քեզ վարկա պետք, քանի երաշխավոր ես ընկած մանգարիս, որ քեզ պետք է, կգտնաս, գերի տակից է կգտնես, եւ որ աղոթքի համար պետք էր քեզ հովիվը վազում է, հովիվ ջան, աղոթի խնդրում եմ, բայց հիմա արդեն թագավորության մեջ է, սիրված է, բոլորը ընդունում են, բոլորի կողմից գեղեցիկ, ամեն ինչ լավ է, խելացի, գիտես քանի աստվածաշնչյան դպրոց եմ ավարտել, գիտես ինչ սեմինարիաներ եմ ավարտել, գիտես ինչ գիտելիքներ ես ունեմ, վեճ արդեն արքայության մեջ դիրքավորվածի մեկն է։ Եվ 28-ից 33 խոսքերում գրված է, որ Աբիսողոմը ուղարկում է, ասում է Հովաբին, ասում Հովաբ գնա թագավորին ասա, ասում չէ չեմ գնա։ Amma Հովաբ գնա թագավորին ասա, որ գնամ նրա մոտ, Հովաբ ասում է չեմ գնալու, վերցնում եւ այրում է Հովաբի գարու արտերը, սա նույնպես վտանգավոր թեմա է, այսօր չեմ մտնելու, բայց ով էր Աբիսողոմին բերել արքայություն, Հովաբը։ Ով է բերել թագավորին այդ Հովաբը, բայց նա կարա հեշտությամբ այրի քո արտերը, ուշադրի քո Աբիսողոմներին։ Ինքը
կարա քո արտերը այրի, վառի, փչացնի, վատություն անի։ Դու նրան բերել ես, դու նրան հասկանում ես, հանել ես, դու նրան բարձրացրել ես, բայց ինքը կարա քեզ այրի։ Ու շադիր լինենք մեր աբիսողոմներին, ու հանկարծ մեր արտերը չայրի։ Եվ երբ որ նա այրում է եւ այլն, հետո 33-րդ խոսքում Հովաբը գնաց թագավորի մոտ եւ նրան պատմեց եւ նա կանչեց Աբիսողոմին։ Նա եկավ թագավորի մոտ, երկրպագեց նրան միջև գետին, խոնարհվելով նրան եւ թագավորը համբուրեց Աբիսողոմին։ Բայց դեռ կինոն նոր էր սկսելու։ Եվ թագավորը ընդունեց Աբիսողոմին։ Գիտես, վտանգավոր է այս տեսակը, երբ իր ուզածին հասնելու համար պատրաստ է ուրիշների վրայով անցնի։ Աբիսողոմը իր ուզածին հասնելու համար Հովաբի վրայով անցավ ներողություն բառից համար։ Այրեց, փչացրեց։ Երրորդ վտանգը այստեղ է մարդկանց սրտերը շահելը։ Եվ Աբիսողոմը մարդկանց սրտերը սկսեց գողանալ, շահել։ Ռուսերենով գրված է վկրադևոսով իր սիրտը։ Հասկանում ես, գողանալով մտավ մարդկանց սրտերի մեջ ու կինոն սկսվեց 15-րդ գլուխ առաջից մինչև 6-րդ խոսքերը սիրով ընթերցեմ ձեզ համար։ Դրանից հետո, երբ որ արդեն դիրքավորվեց, երբ որ արդեն հաստատվեց, թագավորը նրան ընդունեց, որ արդեն всё, դու իմ հետ ես, իմ որդին ես, մենք իրար հետ արքայության մեջ ենք, դրանից հետո Աբիսողոմն իր համար կարգեր եւ ձիեր եւ իր արչեվից վազող 50 սուրհանդակ պատրաստեց։ Տեսեք ոնց է դիրքավորվում։ Աբիսողոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դռան ճանապարհին եւ երբ դա ունեցող ամեն մարդ գալիս էր, որ գնա թագավորի մոտ դատաստանի, Աբիսողոմը նրան կանչում էր իր մոտ եւ ասում. «Դու ո՞ր քաղաքից ես, սիրուն տղա»։ Եվ նա ասում էր. «Քո ծառան Իսրայելի գեղեցիկ ցեղերից մեկն է»։ Աբիսողոմը նրան ասում է. «Տես քո պահանջները բարի եւ արդար են, բայց թագավորի կողմից նշանակված մեկը չկա, որ քեզ լսի, վայ։ Տեսեք ոնց է բացում թագավորի բացերը։ Դու ճիշտ ես, արդար ակ ամեն ինչ, բայց ափսոս է ծառայողը չկա։ Ափսոս է ծառայությունը չկա։ Ափսոս լավն է մեր թագավորը, բայց մի տեսակ թույլ ոնց որ լինի։ Լավն է մեր թագավորը, լավն է մեր հովիվը, բայց մի տեսակ սխալ մարկանցով շրջապատված չեմ հասկանում։ Ես ոնց է գողանում։ Արի աղոթենք մեր հովի համար, այնքան լավն է, բայց այնքան անփորձ է։ Այնքան լավն է, բայց մի տեսակ ծառայողները չեմ հասկանում։ Դու ես ոնց է հեղինակազրկում, հա։ Ու տեսեք, մեկը չկա որ քեզ լսի, դու ճիշտ ես, արդար ես։ Եվ Աբիսողոմն ասում էր. «Երանի թե ինձ դատավոր դնեին այս երկրում, եւ ով վեճ ու դատ ունենար, գար ինձ մոտ, եւ ես նրա իրավունքը կպաշտպանեի»։ 5-րդ խոսք. «Եվ երբ երկրպագելու համար մարդ էր մոտենում նրան, նա մեկնում էր իր ձեռքը»։ Երկրպագել արի այսօր հասկացի խոնարհվել ավելի շուտ։ Երբ որ մեկը գալիս էր նապակլոն, հա, գալիս էր խոնարհվել, ասես շնորհակալություն քեզ, չէ, նա գրկում էր։ Ինչ ես խոսում։ Ող փառքեր Աստծուն, հա։ Եթե ես չեմ, դա Աստված է։ Քուրի ջան լավ ես երկում, եթե ես չեմ, դա Աստված է, լուրջ։ Դա նույնպես կեղծ հպարտություն հա կներեք։ Երբ որ միջով մեկը երկրպագելու համար մարդ էր մոտենում նրան, նա մեկնում էր իր ձեռքը, բռնում էր նրան ու համբուրում էր նրան։ Եվ Աբիսողոմն այսպես էր անում իսրայելացի ամեն մեկի հետ, ով դատվելու համար գալիս էր թագավորի մոտ։ Եվ Աբիսողոմը Իսրայելի մարկանց սրտերը շահեց։ Երբ որ Աբիսողոմները կամ երբ որ Աբիսողոմը հաստատվում է եկեղեցում, վերենք մեր օրեր։ Նա առաջին իր շուրջը ստեղծում է իր կոմֆորտը։ Հաստատ ձեր մոտ այդպես չկա, կատարյալ եկեղեցի այս գիտեմ։ Բայց ես տեսել եմ, երբ որ ինչ-որ մեկը հաստատվում է եկեղեցում, այն որ նրա շուրջը սկսում են վազվզել։ Տեսած կլինեք տենց, հա չէ, դուք չեք տեսել։ Կողքի քաղաքում լսած կլինեք, որ ինչ-որ մեկը հաստատվում է եկեղեցում, արդեն ընդունվել է, նրա շուրջը վազվզում են, գնում գալի։ Սուրհանդակներ, Աբիսողոմը իր համար կարգեր ձիեր եւ իր առաջից վազող 50 սուրհանդակ պատրաստեց։ Վազվզեք։
Տարեք բերեք։ Բայց մեկին էս ինչա պետք։ Բայց ის առողին էս ինչն է պետք։ Բայց այն մեկին վազվզում են, հասկանում ես, նա իր շուրջը կոմֆորտ կառուցեց, ձիեր, վազվզողներ, հա, կառքեր։ Սա վտանգավոր է։ Դեղի լույս, հիշում ես, չէ՞, որ դեղի լույս։ Մատի հիշում ես, հա։ Հա, հիշում ես մատի օրենքը։ Չէ, սրա համար չի։ Եթե զգում ես, ու մի բան տեսնում ես, մենք այսօր վերջում աղոթելու ենք։ Հաջորդը այս ոգին հավակնում է գրավել Հիսուսի տեղը եկեղեցում։ Ինչ ասում, Աբիսողումը կանուղ վեր էր կենում ու կանգնում էր դռան ճանապարհին։ Հիսուս ասեց, ես եմ դուռը, ես եմ ճանապարհը։ Ու ես եմ ճշմարտությունը, երբ որ մարդիկ գալիս էին դատի համար, ճշմարտություն են, չի ուզում, դատ էին ուզում, ճշմարտություն։ Ինքն ինչ կտրում են մարդկանց ճանապարհը։ Ուր ես գնում։ Գնամ թագավորին տենամ, հա, գնամ Հիսուսի առաջ, գնամ, արի, ես քո պատասխանը ունեմ, արի։ Ու տարավ։ Ես ալաֆանում ու տանում եմ։ Ու մարդիկ հասկանում են, ես առանց իրա չեմ կարող աղոթեմ։ Սա շատ նման է Եզաբելի ոգուն, նման է։ Բայց մի փոքր sense կա շատ տարբեր է, բայց նման է։ Եզաբելն էլ ամեն ինչ իմ միջոցով Աստծուն, բայց այս մեկը իրան, դեպի իրան։ Ինչ ես ուզում։ Դրամոտ կայնացա։ Հիսուս ասեց, ես եմ դուռը, ես եմ ճանապարհը։ Երբեմն Աստված մեզ կարա հասցնի մի այնպիսի վիճակի, որ մենք վերջապես ֆայմենք, աղաղակենք նրան։ Ֆայմենք։ Բայց այս աբիսուղոները կտրում են այդ մարդկանց ճանապարհը ու փչացնում են, հասկանում ես։ Փչացնում են, ասում են, արի, ես քեզ կտամ այդ պատասխանը։ Երանի թե ինձ դնեին։ Եվ նկատիր մի բան ևս, առավոտ կանուղ, սա շատ պարտաճանաչ եւ աշխատասեր ոգի է։ Շատ։ Երբեմն մարդիկ իրանց ավելի դիսկոմֆորտ են զգում։ Նման աբիսողների կողքով ասում է, գիտես, ես ժամը 4-ին վեր եմ կենում, այնց աղոթքներ եմ անում, էլ դու սուս։ Հորը հայր ասեց։ Հայրը հայտնվեց։ Ես մտածում, ասում է, խի ասում հայրը։ Հայրը ասեց, հայրը հայտնվեց, հայրը։ Հասկացա։ Նսեմ ասում է Հիսուսի դերը։ Յանի ես այնքան կամ շրջանցում եմ Սուրբ Հոգուն, օպ, Հիսուսին է շրջանցեցի ու ուղիղ դուրս եկա հոր վրա։ Դու պատկերացնում ես։ Հայրը հայտնեց, հայրը ասեց, հայրը։ Ես 3 տարի մտածում եմ, Աստված իմ որն է աստեղ հայրը ասեց, հայրը արեց, հայրը։ Յանի Սուրբ Հոգին, Հիսուսը արդեն այն որ անցած թեմա է, ինչ ես խոսում հոր հետ ես ածում յանատի, հա, ռուսերենով։ Վտանգավոր վիճակ է սա։ Ամենաարագ բարձրանալու միջոցը գիտես որն է։ Ամենաարագ Աստծո բարձունքները խոնարհության մեջ են։ Այնտեղ է Աստծո բարձունքը խոնարհության մեջ։ Հաջորդ այս ոգին շատ փափուկ է եւ հարմար։ Ինչ ասում, տես քո պահանջները բարի եւ արդար են։ Դու բարի ես, քո պահանջները արդար են։ Ինքը փափուկ է, ինքը միշտ հարմար է։ Բայց հիշի, որ սատանան միշտ հարմար է։ Սատանան հարմար է միշտ։ Հարմար է։ Միշտ չի, որ փափկությունը Աստծուց է, սիրելիս։ Սատանան հարմար է, սոված ես, ասա քարերին հաց կդառնա։ Ինչ համար ես եկել, ուղղություն էլ ցույց կտամ, իշխանություն, փառք, հեսա ճանապարհը, ինքը միշտ հարմար է, հասկանում ես։ Միշտ չէ, որ փափկության հետևում Աստված է կանգնած։ Երբևիցե Հովհաննեսից քարոզել, իժի ծնունդներ քարոզել, չի քարոզե գիտեմ։ Հիսուսը քարոզում էր։ Սերն էր խոսում։ Հիսուսը սերը, Աստծո սերը իջած երկիր քարոզում էր։ Միչև երբ եմ ես ձեզ դիմանալու, ով անհավատ սերունդ։ Ես չեմ քարոզել, ես այդ դուխը չունեմ։ Միշտ չի, որ փափկության հետևում Աստված է կանգնած։ Այս աբիսողոները իրանք շատ փափուկ են, հարմար են։ Հասկանում ես,
Դու ճիշտ ես, դա դատի համար եկել, ասում դու հետաքրքիր բոլորն են ճիշտ, ես չեմ հասկանում։ Բոլորին նույն բանն էլ ասում, դու ճիշտ ես, քո պահանջը արդարացի է։ Իսկ ինչ է թե ինքը սխալ է։ Սխալ պահանջով է եկել։ Եկել է դատի, չէ՞։ Թագավորը պետք է դատ անի։ Թագավորը պետք է ասի, կարող միգուցե ասի դու սխալ ես, սիրելիս։ Կամ փոխվի ես ինչ-մի տեղը։ Քիչ է լինում, որ ես նույնպես հովական ծառայության մեջ եմ, լսած կլինես։ Գալիս է մարդիկ, թվում է, որ արդար է խոսում, բայց ասում եմ, ասում եմ, լսի, այս ինչ տեղը փոխի։ Ես քո տեղը լինեի, այսպես կվարվեի։ Քո տեղը լինեի կգնայի ներողություն կխնդրեի։ Քո տեղը լինեի, գիտես, կթողեի դա։ Ասում եմ, բրախի։ Ես բրախում եմ, համա ինքը բրախում չի։ Ոչ միշտ է, որ փափկության հետևում Աստված է կանգնած։ Հաջորդը այս ոգին քանդում է դրված կարգը եւ իշխանությունը, ինքը քանդում է։ Գրված է, բայց թագավորի կողմից նշանակված մեկը չկա, որ քեզ լսի։ Ինքը քանդում է իշխանությունը, քանդում է դրված կարգը։ Ինքը բացերն է մատնանշում, թագավորի։ Լավն է եկեղեցին, համա այստեղ այս մի ծառայողն է որ լինի, այս մի ծառայություն է որ լիներ, վերջ։ Ու այդ միակը այստեղ են կարա լինի։ Ես կարամ։ Սրա նշաններն են բացերի մատնանշում, մշտական քննադատություն, հեգնանք եւ սարկազմ, եւ այս քննադատությունը հիմնականում դեպի թագավորն է, մշտական քննադատություն դեպի առաջնորդը, դեպի ավակը, դեպի ծառայության ավակը, չգիտեմ, դեպի թագավորն էր, հա։ Հեգնանք եւ սարկազմ, կասկածների ստեղծում, որ մարդու մեջ կասկած առաջացնում, կասկածի որդը սկսում է մարդուն ուտել։ Եվ զրույցներ մենք մերոնցովի տակ, դե մենք մերոնցով զրուցում ենք էլի։ Մենք մի թագավորության մարդիկ ենք։ Արի մատ կոֆե խմենք։ Մենք գիտենք հավատացյալները բաժակ չեն նայում։ Դու կոֆեի շուրջն ես բաներ են նայում։ Չենք թեքում վերջում նայում, բայց այնպես հայտություններ կարանք տենանք, տեսիքներ տենանք կոֆեի շուրջ։ Հա, հավատում ենք խմբակ անելու։ Արագի մեջ թեման շփ գնաց, բայց չիմացար ինչ եղավ։ Դե մենք մերոնցով խոսում ենք, հա? Ու տեսիք հետևից, տեսիք, դու չայի բաժակել ենք նայում։ Դու բաժակ լինի այնքան որ։ Հա? Այստեղ չի, կողքի քաղաքի եկեղեցում նկատի ունեմ։ Ես ուղղակի եմ որ ասի զգուշ լինես, էլի։ Ինչպես տեղի լույս թանկագինս։ Եվ զրույցներ մենք մերոնցովի տակ, գիտես, ինչեր կարանք բացահայտենք։ Ու դևերն ասում են, գիտես, խմբակ եմ գտել։ Այս սենց խմբակա, չեն բամբասում, այնքան կերակրվելու տեղ է բաներ ունենք։ Նրանք կերակրվում են, ես բամբասանքապետ, նախանձապետ, չարությունա, գնացին կերակրվելու։ Հաջորդը, այս ոգին ձգտում է իշխանության, արդարության ձայնի քողի ներքո։ Ինքը ձգտում է իշխանության, ձգտում է երևալու, բայց արդարությունը վերականգնել է մենակ։ Եվ այս արդարության ձայնի քողի ներքո է ինքը ուզում այդ իշխանությանը հասնի։ Գրված է Ավիսողոմն ասում է. «Երանի թե ինձ դատավոր դնեին այս երկրում, եւ ով վերջ ու դատ ունենար, գար ինձ մոտ եւ ես նրա իրավունքը կպաշտպանեի»։ Ավիսողոմը բողոքում էր իրականում դրված իշխանություններից։ Հա, ես ուղիղ չէր ասում, բայց որ ասում կոսվիտնա։ Ստեղծում էր անվստահություն կամաց դրված իշխանություններից։ Գիտես քանի տարի, հետո կասեմ 40 տարի։ Դու պատկերացնում ես, կաթիլ, գումարած ժամանակ եւ ներկայացնում էր ինքն իրեն թագավորից ավելի սրտացավ, այ թե ես լինեի, ես անեց ուրիշ ձև կվարվեի, իմ սիրտը վառվում ախր եկեղեցու համար, վառվում է, ախր սիրտս կտոր ալինում եկեղեցու համար, չի տենում հովիվը, չեմ հասկանում, չի տենում փաստորեն, այ եթե ես լինեի,
Եվ ներկայացնում էր ինքն իրեն թագավորից ավելի սրտացավ եւ ձգտում էր անձի ճանաչողությանը, որ անձս ավելի ճանաչվի։ Ինչպես է այս ոգին գործում այսօր, քեզ չեն գնահատում։ Տեղը չգիտեն։ Դու այսքան անում ես, այսքան անում ես, այսքան փառաբանեցիր, այսքան ծառայեցիր, քեզ չեն գնահատում։ Քանի տարի եկեղեցում ես, 25 տարի, հավատարիմ ես եղե 10-րդի մեջ, չգնահատվեցիր, չէ, հասկանում ես, երևույթները, թանկագիները, ոգիները իրանք բնակվում են ստեղ, իրանք մենք ենք ծերանում ժամանակի մեջ, իրանք նույն են, մի փոքր ուղղակի ավելի իմաստություն են ձեռք բերում, եթե այն ժամանակ սենց էր, հիմա է սենց հա, մի փոքր իրանք կարողանում են տրանսֆորմացվել, բայց ընդհանուր երևույթը նույնն է, գիտես, ես բռնել եմ այդ դևին, ես բռնել եմ Հեզաբելի դևին, այդ ոգուն, այդ ազդեցություն, այդ մանիպուլյացիան, սա մի փոքր տարբեր է, Հեզաբելի ոգին դուրս է գալի հովի վրա, բայց չերես ուրիշ մարդկանց, Հեզաբելի պայքարը եկեղեցու մարգարեական պայքարի դեմն է, որտեղ Հեզաբելը ընկել էր Եղիայի հետևից, բայց ոչ թե թագավորի հետևից, ինքը որսում է եկեղեցու մարգարեներին, մարգարեական պարգև ունեցողներին եւ իրանց է խփում, սա է Հեզաբելը, Աբիսողոմը հենց ուղիղ թագավորի դեմ էր, բայց սկզբից շահում է մարդկանց հավաքում իր շուրջը, բայց երկուսի վերջն մենք կտեսնենք, եթե Հեզաբելին պատուանից գցեցին իր իսկ ծառաները, այսինքն ներքինիները, հիշիր, Հեզաբելը իրեն շրջապատում է ներքինիներով, այսինքն անպտուղ մարդկանցով, ներքինին չի կարա երբեք պտուղ բերի, չի կարա երբեք երեխա ունենա, ինքը շրջապատում է իրեն, եւ այդ պտղությունն է նրան վերջում շպրտում պատուհանից ներողություն բարես համար, ապա Աբիսողոմի վերջը մենք կտեսնենք։ Եվ սա քանդում է եկեղեցին, ոչ թե արտաքինից, այլ ներսից։ Հաջորդը, այս ոգին մանիպուլացնում է շողոքորթությամբ եւ սիրով։ Եվ երբ որ ասում է խոնարհվելու կամ երկրպագելու համար մարդ էր մոտենում նրան, նա մեկնում էր իր ձեռքը, բռնում էր եւ համբուրում էր նրանց։ Աբիսողոմը շատ հմայիչ էր, հասանելի էր ինքը եւ սիրով լցված։ Նորից եմ ասում, ոչ միշտ է փափկության հետևում Աստված կանգնած։ Եղբայրը կարա լինի շատ խիստ, բայց այնքան սեր լինի մեջը։ Եղբայրը կարա լինի փափուկ, բայց ներսում շատ փտած ոսկորներ։ Գերեզմանի պես, ծեփած ուղակի։ Գիտես, ինքը շատ հմայիչ էր, հասանելի էր բոլորին։ Կես բերան զանգում ես վազում անդեղ։ Կես SMS գնաց օգնության հասավ։ Ու այսպես շահում էր մարդկանց սրտերը, ախ Երանի շահեր մարդկանց սրտերը եւ բերեր թագավորի ոտերի տակ լցներ։ Այ կհասկանանք իրականում եղբայրը սրտացավ է։ Երանի շահեր այդ բոլոր մարդկանց եւ բերեր եկեղեցի ասեր ծառայեք, հովի ջան, դա ինչքան մարդիկ կան։ Ինչի կարիք ունես, թող ծառայեն։ Այստեղ մենք կարանք տեսնենք Դավթի հոգու եւ Աբիսողոմի ոգու տարբերությունը։ Գիտես, եթե ամեն մեկս մտածենք Դավթի պես, մեզ բռնել չի լինի։ Լավ, բան ուզում ասի չեմ ասի։ Գիտես, նա գրավում եւ համբուրում էր, գրկում եւ համբուրում էր մարդկանց։ Նա փափուկ էր։ Խաղում էր մարդկանց գասմունքներով։ Ախ Երանի, դու ճիշտ ես, դու արդարացի ես, դու միշտ արդար ես։ Ձևանում էր խորը մտահոգություն, բայց նպատակը ազդեցություն ձեռք բերելն էր։ Երբեմն ժպիտը թաքցնում է մարդու կեղծ ամբիցիաները։ Մարդ կարող ունենա կեղծ ամբիցիա, բայց ժպիտի ներքո ինքը կարա դա քողարկի։ Եվ գիտես որ ներդարքիր, եւ Աբիսողոմը այսպես էր անում Իսրայելի ամեն մեկի հետ, ով դատվելու համար գալիս էր թագավորի մոտ։ Հարց, ինչպես կարան բոլորը ճիշտ լինեին։ Ամեն մեկին ասում դու ճիշտ ես։ Ոնց կարան բոլորը ճիշտ լինեն։ Ստացվում է, որ
նա այդքան էլ արդարացի չէր։ Նա ուղղակի շահում էր մարդկանց սրտերը։ Խոսքն էլ ասում, վայ ձեզ, եթե ձեզ բոլորը սիրեն։ Չեն կարող ինձ բոլորը սիրեն։ Անհնարին է։ Եթե ինձ բոլորը սիրեն, ուրեմն Հիսուսից լավն եմ։ Ես չեմ կարող Հիսուսից լավը լինեմ, երկրորդ տարբերակ։ Եթե բոլորը սիրեն ինձ, ուրեմն ես կեղծավոր եմ։ Այ, հետի ճիշտ էր։ Ես կեղծում եմ այստեղ, կեղծում եմ այնտեղ։ Այսինքն բոլորի հետ հարմարվող, բոլորի հետ։ Եվ Աբիսողոմը Իսրայելի մարդկանց սրտերը շահեց։ Վկրադևոսյա, գողացավ բոլոր մարդկանց սրտերը։ Այսպիսի մարդիկ փնտրում են կողմնակիցների, հավաքում են իրենց շուրջը մարդկանց եւ ցանկանում են էմոցիոնալ կերպով կապել մարդկանց իրենց հետ, էմոցիաներով, կապվածություններով։ Չորրորդը, արտաքին հոգևոր տեսք, բայց առանց հեզության։ Իրես, եթե օրինակի համար Հեզաբելը ինքը հիմնականում ճիշտ է թագուհի էր ինքը, բայց շատ էր նրա կյանքի մեջ հոգևորը, համար ինքը իրեն մարգարեուհի չէ դրեց։ Գրված է Հայտնության գրքում ինքը իրեն մասին ասեց ես մարգարեուհի եմ, չէ։ Ապա այստեղ մի փոքր քաղաքական խաղ է, եկեղեցական քաղաքականություն նկատի ունեմ։ Աբիսողոմը եկեղեցական քաղաքականությամբ է զբաղվում հիմնականում, ինքը այդպես է մարդկանց շահում, բայց թեև ունի հոգևոր տեսք, հիմա կարդանք։ Ապա Հեզաբելը ինքը հիմնականում ինքը ուժեղ աղոթող է։ Հեզաբելը մի փոքր ուրիշ տեղից է, ինքը մարգարեուհի է։ Եթե չես տեսել հետ թեման Հեզաբելի վտանգները, եւ ասում եմ, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Եվ լսեք, խորհուրդ կտամ լսեք։ Արտաքին հոգևոր տեսք ունեն, բայց առանց հեզության։ Բ թագավորոս 15:7 գրված է 40 տարի անցնելուց հետո պատկերացնում ես այս վիճակը շարունակվել է 40 տարի։ 40 տարի շահեց մարդկանց, 40 տարի, զարմացած էի անկեղծ։ Աբիսողոմը ասաց թագավորին, թող գնամ Քեբրոնում կատարեմ իմ ուխտը, որ խոստացել էի Տիրոջը, տեսեք, հոգևոր աձևանում, հոգևորի տեսք ունի, քանի ես քո ծառան, երբ բնակվում էի ասորիների Գեսուրեում, ուխտ եմ արել ասելով, եթե Տերն ինձ վերադարձի Երուսաղեմ, ես ծառայելու եմ Տիրոջը։ Աբիսողոմը ասում էր ճիշտ բառեր, ինքը ճիշտ բառերով է խոսում, ուխտ, Աստված, ծառայել, քո ծառան, հա, ճիշտ բառերով է մոտենում ինքը, շատ խելացի, բայց ամբիցիոզ, շատ խելացի, բայց քողարկված։ Աբիսողոմը ասում էր ճիշտ բառեր եւ նույնիսկ քողարկվում էր Աստծուն երկրպագելու տեսքով։ Սա Աբիսողոմն է։ Նա ասում էր, որ գնամ Աստծուն երկրպագելու, բայց իրականում ապստամբություն էր պատրաստում։ Որոշ ժամանակով հեռանամ ես, հովի ջան, հեռանամ ես։ Եկեղեցի մի 2-3 ամիս չեմ գա, մի հատ հեռանամ, գնամ աղոթք եւ ծոմ վերցնեմ, հելնեմ սարը։ Գնամ, տենամ, Տերն ինչ ասում։ Մի փոքր ժամանակով հեռանամ, էլի, սենց կտրվեմ եկեղեցուց, այս եկեղեցական այս անցուդարձից մի հատ գնամ, տենամ, Տերս ինչ ասում, ուխտ եմ արել նրան։ Ո՞րն է ով կասի, գիտես ինչ կա, ուխտը դրժի։ Գիտի ինչ բառերով մոտենա։ Հովի ջան, ես տանել եմ կարում երկրպագեմ, տանել է ինձ հարմար։ Ասենց առանձնանա մի փոքր ժամանակ, հետո տեսնենք ինչ ալենում։ Հետո գիտես ինչ ալենում։ Բունտ։ Իրականում գնաց բունտ պատրաստելու։ Այս մեր աղբերը Անուշ։ Ինքը գնաց, որտեղ արդեն պաշար ուներ, մարդկային պաշար, մարդկանց սրտերը գողացել էր։ Եվ մի հատ խումբ կարա ստեղծի, ասենք Telegram-ում այդ բոլոր մարդկանց երկրպագում ենք, աղոթում ենք, վերջ մարդկանց սրտերը գրպանումը սա, ինչ ուզեմ կանեմ, սա Աբիսողոմն է։ Նման մարդկանց նշաններն են, հիշում ես ուսամատի օրենքը, հա, չես ուղղել, չէ՞ ոչ մեկի վրա, հա, հələ որ պահիս տեղ էլի, եթե քեզ գտնես փոխվի,
Եթե քեզ բռնացնես, խնդրում եմ ապաշխարի։ Վերջում մենք աղոթելու ենք այսօր։ Ամեն մեկից կարա այցելի, ոչ ոքս ապահովագրված չենք։ Ամեն մեկից կարա այցելի, նույնիսկ Եղիա մարգարեն վախեցավ Հեզաբելից, փախավ, պահկվել էր։ Նման հսկայի վրա հարձակվել էր։ Այն հսկայի, ով կեղծ մարգարեներին կոտորեց, Բաղամի մարգարեներին սպանեց, բայց մեկ մարգարեուց վախեցավ, փախավ ու պահկվեց, ու իր մահն էր ուզում։ Նույնիսկ նման հսկաները անցան նման բանի տակով։ Դա համար այս մատդ հիշի։ Չես ուղղել հարսիդ վրա։ Իսուր, Զոքանչ, Փեսա, Հարևան, չես ճուղես, հələ որ ճուղես։ Ստե մենակ։ Նման մարդկանց նախանշաններն են հոգևոր խոսույթ, կրոնական տեսք, ցուցադրական ծառայություն, բայց ներսում փառասիրություն եւ հպարտություն։ Իրանք իրանց են ուզում փառավորեն։ Եվ 5-րդը ապստամբություն Աստծո հաստատված կարգի դեմ 15:22-ը Աբիսողոմը զոհերը մատուցելիս մարդ ուղարկեց Դավթի խորհրդական այս ինչի մոտ կանոնները բարդ է դրա համար չեմ կարդում եւ նրան բերել տվեց Գեղոն քաղաքից դավաճանությունը հզորանում էր եւ ժողովուրդը գնալով շատանում էր Աբիսողոմի մոտ մի լրաբեր եկավ Դավթի մոտ եւ ասաց Իսրայելի մարկանց սրտերը Աբիսողոմի հետ է զոհերը մատուցեց իր աղոթքի սարից իջավ կոնֆերանսից եկել է լավ թիքեք քարոզներ ա լսել իրեւ ասեմ ամեն քարոզ չի որ պիտի լսես սիրելիս եթե քարոզ ես լսում ներսուտ բունտ առաջանում ճիշտ ոգի չի ինտեղ եթե քարոզ ես լսում ու ասենց հոյ վտա գնում գալի ես ինչ վատ եկեղեցի սխալ է ես ինչ թույլ է ես ինչա բունտ է այնտեղ բունտի ոգի կա կոնֆերանսից գալիս են ու եկեղեցին պարակվում ա գիտես ինչքան ա եղել Աբիսողոմի ոգին չի կարողանում հանդուրժել ենթարկվելը ինքը ուզում է առաջի դերում ես իմ նավակի կապիտանը լինեմ ինձ թող ոչ ոք չասի ինքը չի կարողանում հանդուրժել ենթարկվեմ ես ախր ես իմ ապաշխարությունը մի կարճ պատմեմ էլի երբ որ ապաշխարեցի 27 տարեկան էի 2010 թվականներ Պուճուր տնային խմբակ էր փոքր եւ ինձ այնտեղ պատրաստում էին որ ես լինեի այդ ինչ խումբ ասեմ եկեղեցի չէ խումբ էր դրա երեցը հա պատրաստում էին ինձ բան ու 2011 թվականին ես եկա կյանքի խոսք եւ երբ որ մտա կյանքի խոսք մեծ հսկայական Ռուբիկ Թումանյանի մոտ էին հավաքվում այն ժամանակ եւ ես վերապրեցի շատ ուժեղ Աստծուն եւ ես տեսա որ կյանքի խոսքի եկեղեցի նմանա մի մեծ նավի որը ասես գնում է ուղիվը խոսում էր մենք կվերցնենք ազգերը մենք կգնանք մուսուլմանական ազգերի մեջ մենք կգնանք Եվրոպա Ամերիկա այսօրվա մասին էր խոսում հենց այսօրի մեջ մենք Ռուսաստանը կվերցնենք ձեր իսկ Հովիվը Գոր Մեխակյանը չէ նախին Հովիվը Ռուսաստանը վերցրել է Հայաստանը վերցրել է բոլոր հայերի տուն մտել է հա փառք Աստծուն այդ մարդու համար եւ նա խոսում էր այս օրերի մասին մենք այս կանը ես տեսա մեծ նավ որ գնում առաջ եւ ես եկա տուն պատշգամբ գնացի աղոթք եմ ասում Տեր իմ Աստված ես ավելավա լինեմ այս մեծ նավի վրա պուճուր շուրուպ վեկանու ձգի ինձ այնտեղ ձգի փոքր sense պուճուր շուրուպ լինեմ քան մի հատ նավակի կապիտան ես կարամ չանեմ կարամ ծախանեմ չէ ինչ ուզեմ կանեմ կարամ հետ գնամ կարամ առաջ գնամ ուր ուզեմ կարամ գնամ չէ պուճուր նավի կապիտան ես ինչ ուզես կանես բայց ասեցի չէ Տեր իմ Աստված ես ավելավա լինեմ այս մեծ նավի վրա պուճուր շուրուպ ձգի ինձ այնտեղ եկա ես ձգես Ստեփանավանի վրա հիմա ու հետ Արցախի վրա է ձգած քան ես լինեմ այդ փոքր նավակի կապիտանը գիտես երբ որ մեծ նավը գնում է նավարկության նախ պուճուր նավակները մաքսիմում լիճ մաքսիմում չէ այդ նավակներին իսկի ծով չեն հանում
Բայց երբ որ մեծ նավը երբ որ պատրաստում են, իրեն պատրաստում է ոչ թե լճակների համար, այլ օվկիանոսների համար, որ ինքը գնա եւ օվկիանոսը գրավի։ Եվ երբ որ այդ մեծ նավը գնում է օվկիանոս, նրա գիտես ինչքան էլ հասարույց լինի, ինքը ջարդելով, կոտրելով գնում է, որովհետեւ ինքը մեծ է, որովհետեւ ինքը ուժեղ է։ Հասկանում ես։ Հարց նավակ այդ մեծ նավի մեջ կարա խնդիրներ ծագի։ Շնորհակալություն շատ համար։ Շատ ու միշտ ծագում է։ Ու դու պատկերացնում ես մի գայթակղված եղբայր ասի, «Սես չկա այս նավի մեջ»։ Սես չկա։ Ես գնացի իմ նավակը տվեք։ Ոնց է երեխա ժամանակ, գնդակս տվեք, մաման կանչում է տուն։ Հա? Այս խռոված եղբայրը նեղացած, գնդակս տվեք, ես գնացի իմ նավակը տվեք ինձ։ Նստի նավակ ու տեսականորեն կարա գնա, կարա։ Պրակտիկապես գնում են։ Կապիտան են դառնում նավակի։ Միշտ առաջին փոքր փոթորիկը։ Որպեսզի այդ մեծ նավը շուր տա, անհրաժեշտ է կարծեմ 9 բալանոց մեծ ալիք։ Բայց որպեսզի այդ նավակը շուր տա, այդ փոքր քամի, ճլապ, շուր եկավ։ Էլ կապիտան չես։ Կամ կապիտանը շուր եկած այդ փոքր նավակի։ Մի փոքր 2 սանտիանոց սառույց եւ քո նավակը կանգ կառնի։ Ու դու ստիպված պետք է լինես այսպես կրուգավոյ գնաս, որ այդ կողքդ էլ չսառի։ Տեսած կլինես, հա, ասես կրուգեր են անում, որ չսառի։ Իսկ մեծ նավակի արբեց նավի առաջ, գիտես, մետրանոց սառույցները կոտրվում են Հիսուս Քրիստոսի անունով։ Պարզվում է, որ այդ մեծ նավակի մեջի սեր չկա, վիճակը ավելի ապահով էր այդ եղբոր համար, քան այդ փոքր նավակի մեջ, հա։ Փառք Հիսուսին։ Գիտես, նշաններն են, մարդը չի ընդունում հանդիմանություն, ներողություն, ինչա ներքև, Աբիսողոմի ոգին չի կարողանում հանդուրժել ենթարկվելը, ինքը ուզում է փոքր նավակի կապիտան լինի, դու պիտի սիրես, գիտես, դու պիտի ուրախ լինես, որ քեզ չէ ասող կա, որ քեզ չի կարելի ասող կա, որ քեզ հանդարտվի ասող կա, որ քեզ հանգստացի ասող կա, որ քեզ ասի կանգ առ մի պահը, կանգ առ, դուրս արի ծառայությունից, երկու շաբաթ խոսանք, դու պիտի սիրես այս վիճակը, հակառակ դեպքում գիտես մենք մեզ վնասում ենք, այդ ոնց է մենք այս ֆուտբոլիստը կար այս տրեներին ասում, հա տրեներ ջան, եթե չես հանում խաղադաշտ, ես չեմ ասում սեր չկա այս ֆուտբոլի մեջ, գնացի տուն, գնացի քուչուն ֆուտբոլ տոշելու, չէ, եթե ես չեմ խաղում, ես չեմ խաղում, եթե ես տրավմա ունեմ ոտի, վնասված կունեմ, ես ուրեմն չեմ խաղում, նորմալ է, կնստեմ զապասում, ինչև կբժշկվեմ։ Հիսուսն ասեց աշխարհի որդիկ ավելի իմաստուն են իրանց տեսակի մեջ, քան հոգևոր ես լույսի որդիկ։ Ես ինչա ձեր հետ կատարվում։ Ձեր չէ, կողքի քաղաքի եկեղեցու հետ։ Թիֆլիս, Աբիսողոմը կամենում էր ոչ թե ծառայել, այլ կառավարել, ղեկավարել։ Նման մարդկանց սիրտը ծառայության մեջ չի, կարծես թե ծառայում է, բայց այդ Աբիսողոմները իրենք ղեկավարում են, իրանք կառավարում են, բայց ծառայությունը չէր։ Գիտես նույնիսկ աստվածյալ Դավթի կողքի կանգնած Աբիսողոմը ընտրեց դա։ Բա ես ով եմ։ Կներես բա դու ով ես։ Բոլորս կյանքով էլ կարա սա անցնի։ Նույնիսկ Դավթի հետ սա կատարվեց։ Նշաններն են։ Մարդը չի ընդունում հանդիմանություն։ Խոսում ես չի ընդունում։ Նշաններն են, մարդը չի ընդունում հանդիմանություն։ Ինքը չի կարողանում ընդունել։ Իսկ սա շատ վտանգավոր է։ Սիրիր, երբ որ քեզ ցավացնում է քո ավագը։ Սիրիր, որովհետև եթե չցավացնի բժիշկը, իմ ատամը չի կարա բուժի։ Եթե չցավացնի բժիշկը, ինքը չի կարա հանի, կտրի, հեռացնի։ Այդ մարդիկ չեն սիրում հանդիմանություն։ Չգիտի ինչպես լինի աշակերտ։ Դիմադրում է խրատներին, խրատում ես ասում, հա, բայց դե, բա ինքը, ես չեմ ասում, այդ են կնիկը, որը դու տվիր, այդ ես չէ, այդ է օծը, որին դու սարքիր, բոլոր մեղադրանքը Աստծուն և մարդուն և օծին, հասկանում ես,
Խրատ չի կարողանում լսի, չի կարողանում հանդուրժի, չի կարողանում տեղավորվի խրատի մեջ։ Հա, բայց այդ բայցերը հասկանում ես։ Դու ճիշտ ես, բայց վտանգավոր է։ Դիմադրում է խրատներին։ Սերմանում է պառակտում։ Եթե դու ինչ-որ մեկի հետ սուրճ ես խմել եւ քո սիրտը խստացել է քո ավաքի, քո հովի, քո չգիտեմ ում դեմ, սխալ շուրթեր ես ընտրել, սիրելիս։ Մեզ կարա թուլացնի։ Եթե դու հասկանում ես, եթե դու արթնանում ես օծաթափ եղած, ուխտդ կորցրած, ուրեմն սիրելի Սամսոն սխալ ծնկներ ես ընտրել։ Զորությունը գնացել է։ Օծությունը չկա, ուխտը հեռացել է, մի տեսակ թուլ է ամեն ինչ։ Միգուցե սխալ ծնկներ ես ընտրել քնելու հանգստանալու համար։ Մենք կանչված ենք Հիսուսի կրծքին, Հիսուսի ոտքերին փարվենք։ Հա։ Ես սերմանում եմ պառակտվում եմ մի տեսակ ատելություն կա, մի տեսակ գոլ վիճակ կա։ Թող դա քանդվի Հիսուսի անունով։ Հրահրում է դժգոհություն, ախե դժգոհությունները, ախե տրտունջը։ Մի ամբողջ ազգ չմտավ խոստացված երկիր, պատճառը մեկն էր՝ տրտունջ, դժգոհություն։ Միգուցե արդարացի, միգուցե ոչ այդքան։ Ամբողջ խնդիրը հասկանում ես, նա չի ես արդար եմ թե չէ, ես ճիշտ եմ թե չէ, նա է ես այդ վիրավորանքի հետ ինչ եմ անում։ Աբիսողոմը վիրավորանքի հետ ինչ արեց։ Եթե նա թույլ տար այդ 2 տարվա ընթացքում բերեր Աստծո առաջ ու բժշկեր, ավարտ այդպես չէ լինի, որ մինչև մենք տեսնենք ինչպիսին է։ Փնտրում է կողմնակիցների իր գաղափարի շուրջ, իր հայտնությունների շուրջ, իր մտքերի շուրջ։ Ցանկանում է ամեն բան անել, բայց ուշադիր իր ձևով։ Ես իմ ձևը գիտեմ, դու ինձ մի ասա։ Ես գիտեմ ոնց կաղոթեմ, ես իմ աղոթքի ձևն ունեմ, ես իմ ծառայության ձևն ունեմ։ Փորձում ասած եղբայր, մի փորձի մացած աղոթելի, ոնց որ թե քո աղոթելուց մարդիկ ցրվում են ավելի շատ։ Բա ոնց կլինի։ Ես մեծս աղոթեմ, դու ասես աշկիդ վերևը ունք կա։ Արյուտես կա։ 2 տարվա աստվածաշնչյան դպրոցը ավարտած հզոր եղբայր էի։ Ես աղոթում էի, պատալոկը ծակվում էր։ Ես ինչ աղոթող։ Ու մեկ անգամ գնացել եմ տնային խմբակ։ Օգոստոս ամիս, Զեյթուն, առաջի հարկ, պատուանները բաց։ Ու աղոթեցինք, հերթ հասավ այս տղուն։ Գիտես ինչ աղոթներ էի անում, ըննեց աղոթ կարեցի, մեկ է տեսա պատուանները փակում ա տանտերը, չեմ հասկանում խի, դուրս ենք եկել, ասենց աղոթեցի, փշրեցի, ավիրեցի սախ աղոթքի մեջ, երկինք է ասել։ Դուրս եկանք, մի եղբայր ասեց հրջան, մի հատ խորհուրդ քեզ տամ էլի, ասա արձան, աղոթքից եմ եղել հզորացած, բա գիտես ով եմ եղել, ասեց որ աղոթում ես, խնդրում եմ ուշադիր եղի, նայ թե տունա, շենքա, պատուանները բաց, առաջի հարկա, մարդիկ կարան գայթակղվեն, հե։ Արձան ասում եմ, ես իմ զորություն է, ոնց կարամ այդ զորությունը իմ մեջ դերսում պահեմ, հասկանում ես, ես խելա չեմ ընդունում։ Ես ոնց կարամ այդ ունեց մոտ աղոթք է հելնում, ես ոնց կարամ այդ աղոթքը զորություն է, իջել ավրե չեմ կարա։ Մատ խոսքից բան ասեց, ասում է հեր մարգարեի հոգիները ենթարկվում են մարգարեներին։ Ու վերջ։ Այդ իմ համար գիտես դաջվածք է սրտիս մեջ։ Այն որ շախ ու մատ։ Հասկանում ես, ես այդ խրատ ընդունեցի, կաղ այդ պահին ասեցի, հա, բայց գիտես զորություն է, բան ասենց, ունենց աղոթեմ, մարդիկ գայթակղվում են քո աղոթքից։ Ես շնորհակալ եմ դրա համար։ Մինչ օրս։ Անցել է 14 տարի մոտավոր, 13։ Հասկանում ես, երբ որ ուղղում ես, փորձում ես ուղղես, բայց ինքը չի տեղա։ Ես կաղոթեմ, բայց իմ ձևով։ Ես կգնամ, բայց ես կծառայեմ, բայց ես գիտեմ ոնց կծառայեմ, հա։ Ինձ մի շտկի, ինձ մի ասա։
Սա նշաններն են։ Ինչպես ավարտվեց Աբիսողոմի ճանապարհորդությունը Բ Թագավորաց 18:9։ Ապստամբությունից հետո բանը տեղի ունեցավ, տանակը կարդաս, Աբիսողոմը ջոր էր հեծնել եւ ջորին մտավ մի մեծ կաղնու թավ ոստերի տակ։ Նրա գլուխը մազեր, ինչպես մազերը, գեղեցկությունը, նրա փառքն էր, հա, բոլորը ճանաչում են, որ Աբիսողոմը, խուճուճ, հա, հասկացանք։ Նրա փառքը, նրա գեղեցկությունը, նրա մազերը փաթաթվեց կաղնու ոստերի եւ ինքը կախնգավ երկնքի եւ երկրի միջև եւ իր տակի ջորին էլ գնաց։ Նա մահացավ երկրի եւ երկնքի արանքում։ Դու այստեղ ես։ Աբիսողոմի ոգին ունեցողը այլևս լիովին չի պատկանում աշխարհին, բայց մի տեսակ երկնքում էլ չի։ Աբիսողոմի ոգի ունեցողը հոգևոր է։ Ինքն էլ ես երկրից չի, երկրի որդի չի, բայց մի տեսակ էլ երկնքին էլ չի։ Եվ ինքը մահացավ երկրի եւ երկնքի արանքում։ Մի տեսակ տարօրինակ է, չէ՞։ Սա է Աբիսողոմի մարդու վերջը։ Որ ինքը ոչ աշխարհիկ է, то ոչ երկնքից է, չես հասկանում, ասում են երրիբը նիմյասը, չեմ հասկանում, էսով է։ Մենք ուշադիր լինենք, որովհետև գիտես, քանի Աբիսողոմներ եմ տեսել, որ այդպես վերջ են ունեցել։ Որ նայում ես հարցը ծագում, իմ այս մարդը փրկված է, թե չէ, то ես շատ իմանամ։ Եվ որ աղոթում է, բայց եւ որ չես հասկանում աշխարհիկից բետար բաներ էլ անում։ Եվ որ վրոդի ասում ես հոգևոր է, պարքևով լցված, մազերը չես տեսել իրա, հələ փառքը նայի, հələ մազերը գեղեցկությունը նայի, հələ կերպարանքը նայի։ Հիմա ոտի թաթից միջև մազի ծայրը չկար արատ։ Ասում ես չեմ հասկանում։ Լավ բառա։ Հիմա ինքը երկինք է, հիմա ինքը հոգևոր է, թե ինքը երկնքի արանքում է ուղղակի։ Եվ ինչը որ նրա պարծանքն էր, դա նրա համար ծուղակ եղավ։ Ինչը նրա համար պարծանք էր, դա նրա սպանության գործիքը եղավ, օգնեց նրան։ Աստված կարա մեզ պարգև տա, պարգև, երևացող, գեղեցիկ, բայց դա կարա մեզ փչացնի։ Ասում Հեզաբելը, որ ինքն իրեն մարգարեուհի էր անվանում, վաճի մարգարեուհի լինելը, բայց թող օտարի շուրթերը քեզ գովան, հա։ Թող օտարն ասի։ Ոչ թե դու հրամցնես ես մարգարեեմ։ Հասկացանք։ Կլինի մի հատ արձան կայնեցնենք։ Գրվածը նա իր կենթանության օրոք Աբիսողոմ արձաներ իրեն կայնեցրել։ Պատկերացնում ես։ Կենթանության ժամանակ արձանա մարդը դրե իր համար։ Գիտես ինչու, որդի չուներ։ Նորից անպտղություն, ինչպես որ Հեզաբելը շրջապատը իրեն ներքինիներով, Աբիսողոմն էլ որդի չունի։ Իրականում մարդիկ կան շատ, բայց այդ ինքը հասկանում ես, այն մարդն է զորավոր, որ աշակերտներ ունի, որ ռեալ աշակերտ ունի։ Մեր հովին ասում է, քեզ այդքան հաջողակ, ասում է, գիտես, իմ օգնականները ինձանից ուժեղ են։ Այ պապայի սիրտ եմ ասել։ Սա նա երբ որ մարդը հպարտանում է իր պարգևով, սա նա երբ որ մարդը հպարտանում է իր ազդեցությամբ, գեղեցկությամբ, հաջողությամբ, ծառայությամբ եւ այնինչ Աստված տվել էր օրհնության համար, կարող է դառնալ հպարտության աղբյուր։ Իսկ ով որ հպարտանում է, պարծենում է, թող պարծենա, որ Տիրոջն է ճանաչում։ Այ մեր պարծանքը թող դա լինի, որ մենք Տիրոջն ենք ծառայում, Տիրոջն ենք ճանաչում, այլ ոչ թե տեսեք ինչ գեղեցիկ խուճուճն եմ ես։ Հետո եւ ինչ որ խուճուճ էր, մազեր էր, գեղեցիկ էր, դա էլ նրան կախեց։ Աբիսողոմի ոգին այսօր քանդում է ծառայություններ, բաժանում է եկեղեցիները, հանում է մարդուն հովվի դեմ, ստեղծում է խմբավորումներ, առաջ է մղում սեփական ամբիցիաները արդարության քողի տակ։ Ուշադիր եղիր, արդարության սրտացավության քողի տակ, բայց սեփական ամբիցիաներն են սրանք։ Այն հաճախ գալիս է վիրավորանքի, չներումի
իշխանատենչության ճանաչման ծարավի միջոցով։ Ինչպես պաշտպանվել Աբիսողոմի ոգուց։ Առաջինը պաշտպանենք մեր սրտերը վիրավորանքից։ Նորից եմ ասում, վիրավորանքը կարա գա եւ դու արդար լինես։ Այն ինչ ով որ քեզ վիրավորել ինքը սխալ է։ Այն որ Ամնոնը բռնաբարեց նրա քույր Թամարին, ճիշտ չէր Ամնոնը։ Ինքը արդարացի չէր։ Բայց խնդիրը այստեղ արդեն գնդակը նետվեց Աբիսողոմի դաշտ։ Դու այդ գնդակի հետ ինչ կանես։ Դու այդ վիրավորանքի հետ ինչ կանես։ Կվերցնես 2 տարի կպահես, ամեն օր կհիրազես, որ սպանես քո եղբորը, թե կբերես Աստծո առաջ ու դատը կտաս Աստծուն։ Սովորենք խոնարհություն։ Սա ամենաուժեղ քո զենքն է։ Սա քո հաղթանակն է։ Նույնիսկ Հիսուս Քրիստոսը գրված է։ Նա չարչարանքներից ինչ սովորեց, հնազանդվել սովորեց։ Հիսուսը սովորեց չարչարանքներից հնազանդվել։ Նույնիսկ Հիսուսը սովորեց, բա ես ու դու ով ենք, որ չսովորենք, սիրելիս։ Փախեք եւ խուսափեք բաժանումներից եւ բաժանում բերողներից, փախեք։ Քո շուրջը կա, փախի, խնդրում եմ, մի պայքարի, փախի արի կպի հովիտ, փախի այդ բաժանումներից, բաժանում բերողներից, նույն ասում առաքյալը նամակի մեջ, որ բաժանումներ են բերում, որ բաժանում են մտցնում, սա ճիշտ սիրտ չի։ Փախեք եւ խուսափեք բամբասանքներից։ Այդ բամբասանքները գիտես այնքան վնասներ են հասրել եկեղեցուն։ Գիտես ոչ մի արատ ուրիշ, ոչ շնություն, ոչ ֆինանսական մախինացիա, այդքան եկեղեցի չի քանդել, ինչքան բամբասանքներ են քանդել եւ վնասել։ Խուսափեք եւ փախեք այդ բամբասանքներից։ Եվ իշխանությունը խաթարելուց դրված իշխանությունները Աստծուց են կարգված եւ վերջ։ Իմ եկեղեցին արժանի այն հովվին, որը նա այսօր ունի։ Ավելի սկսրբվի, թող ինձ հանի ավելի սուրբ հովիվ բերի։ Դրված իշխանությունները, ամեն, Աստծո խոսքն այդպես ասում, Աստծուց են կարգված։ Մի փնտրեք դիրք, այլ փնտրեք Աստծո ներկայությունը։ Երբ որ դրան հասնես, երբ որ դա ունենաս, Աստված քեզ կհանի։ Գիտես, այն ոչխար պահող Դավթին հանեց, որ նույնիսկ հերն էր մոռացել, որ տղա ունի, բայց Աստված չի մոռացել։ Աստված չի վրիպել, այն փառաբանել, այն երկրպագելը, երբ որ մենակ Դավիթն էր եւ Աստված։ Փնտրիր Աստծո ներկայությունը, դիրքը կգա։ Ունեցեք ոչ թե Աբիսողոմի, այլ Դավթի հոգի։ Ամեն։ Եվ երբ որ նա խճճվեց, նույն Հովաբը, ով որ նրան բերել էր, նույն Հովաբը նրան սպանեց։ Եվ հետո իմանում է Դավիթը Բ թագավորաց 18:33 գրված է եւ խռովեց թագավորն ու գնաց վերև դրան վերնատանը։ Գնում ու լաց էր լինում եւ ասում էր. «Որդիս, Աբիսողոմ, որդիս, իմ որդի, Աբիսողոմ, երանի թե ես մեռնեի քո փոխարեն, օ Աբիսողոմ, որդիս, իմ որդին»։ Գիտես Դավիթը լաց էր լինում ոչ թե գահի պատճառով, այլ որ որդի է կորցրել։ Ես Դավիթները հեշտությամբ կարան իրենց գահ ասեն, դե արի նստի։ Գահատենչ իմ եղբայր։ Արի վերցրու գահի վրա նստի։ Նա թողեց ու գնաց Դավիթը։ Հրաման արձակեց, պատանի Աբիսողոմին չսպանեք։ Եվ թագավորը լաց էր լինում ոչ թե գահի համար, այլ որդի է կորցրել, որդու համար։ Գիտես, հովի ծառայություն համարվում է աշխարհում եւի երկրորդ վտանգավոր աշխատանքը։ Ես ինչքան որդիներ ենք այդտենց կորցնում, Աբիսողոմներ, արի սիրտ դիմացի։ Շատ դժվար է, աղոթեք ձեր հովիների համար, սիրելիներս, սրտանց աղոթեք։ Գիտես, դու կարծում ես այդ աթոռը, հովական աթոռը ինքը այդքան արժի, քան մարդը,
երբեք։ Մարդը դա բացարձակ արժեք է։ Գիտես, թագավորի համար իր գա հետաքրքիր չէր, یا որդին է հետաքրքիր։ Եվ նա լաց է լինում իր որդու համար։ Սա է տարբերությունը ոգու, թե Դավթի հոգու տարբերությունը։ Սա լրիվ տարբեր է։ Ամեն։ Եկեք, ես խնդրում եմ քեզ, եթե դու քեզ բռնացրեցիր այսօր ինչ-որ միտեղ, ես ուզում եմ, որ մենք ապաշխարենք այսօր Աստծո առաջ եւ զերծ մնանք ամեն տեսակ նման երևույթներից։ Առաջինը վիրավորանքն է դա, առաջինը չներումն է, ուղղակի բաց թողենք։ Ես հատուկ քեզ առաջ չեմ կանչելու։ Եվ սա հատուկ է, որ մենք տեղում, հենց տեղում ապաշխարենք, որովհետեւ այնտեղ դու ես կարծում դու ավելի անկեղծ